Օրերս մի տեսանյութ դիտեցի, որտեղ մի բլոգեր, որը ուներ լայն լսարան, կիսագրագետ տեղեկատվություն էր տարածում թվային վերլուծության մասին, ու դրա համար որոշեցի ես էլ անդրադառնալ տվյալ անձնավորության տարածած տեսանյութին։ Իդեպ նշեմ, որ իմ հետևորդներից շատերը եւ հավանել էին տեսանյութը եւ նույնիսկ մարդիկ կային, որոնք մեկնաբանել էին։ Ընկերներ, առհասարակ խոսեք այն ոլորտի մասին, որի գիտակն եք, որի մասնագետն եք։ Կիսագրագիտությունը եւ ապա տեղեկատվությունը երբեք չի խրախուսվում։ Ու թվային հոգեբան լինելը այլ բան է, ինքներդ ձեզ համար 2 թիվ գումարել հանել ինչ-որ տեղեկատվություն ստանալ ինքներդ ձեր մասին բոլորովին այլ բան է։ Թվային հոգեբանը այն անձնավորությունն է, որը հստակ գիտի, թե տվյալ իրադարձության հետևում ինչ է կանգնած։ Իսկ այն մարդը, ով վերլուծության էր ենթարկում իբրև թե թվային հոգեբանության դաշտը եւ գտնում էր, որ ինքը վերլուծել էր եւ սխալ էր դուրս եկել տվյալ օրվա կանխատեսումը, որովհետեւ իր համար պիտի բարենպաստ օր լիներ, իսկ ինքը ավտովթարի ենթարկվեց։ Կանգ առնեք ու մի պահ մտածեք, այդ որ ծրագիրը չեք անցնում, մի քանի օր առաջ ինքներդ ձեզ որտեղ եք դավաճանել, եւ այն, երբ որ դուք ասում եք թվային վերլուծությունը սխալ էր, որտեղ էր սխալ, երբ ինքներդ եք նշում, որ մեքենայից բան չէր մնացել, բայց դուք ինքնուրույնաբար դուրս եք եկել։ Ուրեմն ինչ որ տեղում, ինչ որ ժամանակում դուք ճիշտ եք անցել մի ծրագիր, որը ձեզ օգնել է, որպեսզի հաղթահարեք ու համակարգը ձեզ ուղղակի դուրս չհանի։ Տեսանյութում նշվում է, որ այս ամենը սուտ է, մի քանի ոլորտներ է իբրև թե տվյալ անձնավորությունը ուսումնասիրել, բայց եկել ու հանգել է նրան, որ իրեն օգնեց այդ իրավիճակում Աստված։ Ես որևէ վարքյան կասկածի տակ չեմ դնում, որ տվյալ անձնավորության կյանքում Աստված մասնակցություն ունեցել է այդ օրը, որովհետև ես ինքս հավատացյալ եմ, հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, եւ ինձ համար շատ կարեւոր է Սուրբ Երրորդությունը, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ու սա է հիմքը ինձ համար թվային հոգեբանությունը ուսումնասիրելու։ Եթե չլինի առ Աստված հավատը, եթե չլինեն հոգեվոր արժեքները, գրողի ծոցն է գնում այն ամենը, ինչ ասվում է։ Որովհետև մարդը, որ միայն նյութական արժեքներով է առաջնորդվում ու կարևոր է միայն իր համար գումարը, աշխատանքը, թեկուզ հարաբերությունն ու առողջությունը, բայց չունի Աստծո հանդեպ հավատ, հոգևոր արժեքների նկատմամբ հարգանք, ինքը չի կարող եւ դրանցից որևէ մեկը ունենալ։ Ու թվային հոգեբանության հիմքում հենց այս տեղեկատվությունն է ընկած, որ յուրաքանչյուրին ես տալիս եմ։ Հենց այնպես չի, որ դուք ունեք ցեղի ծրագրեր, որոնք ժառանգել եք ձեր ծնողներից ու պիտի անցնեք։ Որովհետև այստեղ այս ծրագիրը, ցեղի ծրագիրը կոչվում է հոգևոր ծրագիր։ Ու շատ մարդկանց կյանքում խնդիրներն առաջանում են միայն նրա պատճառով, որ իրենք շրջվել են Աստծուց եւ սկսել են այլ ճանապարհով ընթանալ։ Ու այս ամենը եւս թվային հոգեբանության մեջ կա, ասվում է շատ հստակ։ Այնպես որ որևէ տեղեկատվություն տարածելուց առաջ շատ հստակ հասկացեք, թե ինչ տեղեկատվություն եք տարածում եւ որ մասսաներին եք տալիս, որովհետեւ միայն հավանումներ, դիտումներ հավաքելու համար պետք չէ նման քայլերի դիմել։ Հարգելի ընկերներ, իմ ծննդյան օրը ես եւս ենթարկվել եմ ավտովթարի, բայց կյանքում առաջին անգամ քննադատաբար չեմ մոտեցել։ Ուրիշ ժամանակահատվածում, եթե ես թվային հոգեբանությանը ծանոթ չլինեի, ես կսկսեի մեղադրել բոլորին, բացի ինձանից։ Ես իմ ծննդյան օրը, որ ամբողջությամբ համարեք ձախողվեց, ես որևէ մեկի չեմ մեղադրել։ Ես միայն շնորհակալ եմ եղել օրվա դասերի, օրվա իրադարձությունների, օրվա ծանոթությունների համար։ Հավատացեք, մեր կյանքում որևէ բան հենց այնպես տեղի չի ունենում։ Ու եթե տեղի է ունեցել, կանգ ենք առնում ու սկսում ենք վերլուծել եւ մեր թվերը, եւ տեղի ունեցած իրադարձությունը։ Կարծում եմ շատերը հասկացան, թե ինչ նկատի ունեի, եւ մինչեւ որոշակի մարդկանց, ովքեր ունեն շատ լայն լսարաններ, հետևելու, հավանելու եւ մեկնաբանելու, փորձեք իրականում մի հատ դիմել իրական թվային հոգեբաններին ու տեսեք այս մասով ինչ կարծիք ունեն նրանք։ Լավ մնացեք։